Հիմա էլ եք տեսնում, որ այդ խնդիրը կա ԽՑԲ-ի եւ ձեզանով ուզում եք օրինակ ծառայեք, որ Ես չեմ տեսնում, դուք չէ, որոշ լրագրողներ տեսնում են այդ խնդիրը, ես չեմ տեսել տենց խնդիր, արդեն ասացի, որ դե ասի փոքրիկ էլեմենտ կարելի է համարել, որ դրանով նաև այո մի փոքրիկ էլեմենտով ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը այդ ԽՑԲ-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էթիկայի կանոնագիրք ընդունեց, սա ինչ եք կարծում, ինչպես կմեկնաբանեք Արման Թաթոյանի ասուլիսից հետո հնչած խոսքերի շարունակություններ, որովհետև պարոն Թաթոյանն ասում էր, որ եթե ես այդպիսի պաշտոնյա ունենայի, ապա նրա վիզը կփոկեի։ Հարցը կասեք։ Ինչի արդյունքում ընդունվեց այս կանոնագիրքը։ Այդ կանոնագիրքը մեզ է վերաբերում, Արման Թաթոյանին չի վերաբերում։ Չէ, ասում եմ մեզ է վերաբերում։ Մենք մեր ասածներից ենք ազդվում, մենք համարում ենք, որ մենք չպետք է տրվենք Փաշինյանի ասածներից եք ազդվել։ Լրիվ ասեք, ամենայն դեպս, եթե անենք նման կանոնագիրք, հա, ես չգիտեմ, ամենայն դեպս քննության առարկա կդառնա։ Ամենայն դեպս այդ հարցը կքննարկվի կուսակցությունում։ Մինչ այդ նմանատիպ հարցեր կարող էին քննարկվել, կարող էին չքննարկվել, իսկ հիմա ըստ այդ կանոնագրքի չգիտեմ, չեմ կարծում Փաշինյանի գրառումներն էլ Փաշինյանը ինքը դրանց մասին խոսել է, որոշ դեպքերում նաև ներողություն է խնդրել։